Ինչպես արդեն նշել ենք, մեր քաղաքացի Սամվել Կարապետյանի հետ կապված իրավիճակը շարունակում է մնալ ռուսական կողմի ուշադրության կենտրոնում։ Հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ-ԱՊՀ երկրների 4-րդ դեպարտամենտի տնօրեն Միխայել Կալուգինը։ Նրա խոսքով Ռուսաստանի քաղաքացիների եւ ռուսական բիզնեսի շահերի պաշտպանությունը միշտ եղել է եւ կլինի ՌԴ-ի գերակախնդիրը։ Չենք ցանկանում, որ Կարապետյանի տարիների ընթացքում իրականացրած բիզնես ձեռնարկությունները թե Հայաստանում, թե Ռուսաստանում տուժեն։ Երևանում Ռուսաստանի դեսպանատան միջոցով մենք հյուպատոսական մուտք գործելու հնարավորություն ենք ստացել նրա մոտ։ Մեր դիվանագետները վերջին անգամ այցելել են նրան դեկտեմբերի սկզբին։ Մենք ստանում ենք Կարապետյանի առողջության վերաբերյալ բոլոր անհրաժեշտ տեղեկությունները, նշել է Կալուգինը։ Ապօրինի կալանքի տակ գտնվող մեր ձևով ժողովրդական շարժման առաջնորդ Սամվել Կարապետյանի ֆեյսբուքյան սոցիալական ցանցի էջում հրապարակվել է ծրագրային հոդված, որտեղ Սամվել Կարապետյանը ներկայացրել է Հայաստանի ապագայի իր տեսլականը։ Ընդամենը մի քանի օրից կավարտվի 2025 թվականը, եւ մենք մուտք կգործենք Հայաստանի ու հայ ժողովրդի պատմության համար ճակատագրական տարին։ Պարզ է, որ 2026 թվականի հունիսին տեղի ունենալիք խորհրդարանական ընտրությունները ճակատագրական հետևանքներ են ունենալու մեր որպես պետականություն ունեցող ազգի ապագայի վրա։ Ինչպիսին էլ այդ ապագան լինելու է, որոշել է ինքը հայ ժողովուրդը ասված է հայտարարությունում։ Սամվել Կարապետյանը 4 կետանոց այլընտրանք է առաջարկել գործող իշխանությունների վարած քաղաքականությանը։ Արժանի ու խելացին լավ դիրք է զբաղեցնելու պետական համակարգում անկախ իր ծառայություններից ու ունեցած փողի քանակից։ Նա ընդգծել է, որ պետք է անցյալում թողնել աղքատներ ունենալու փաստը։ Արտաքին հարաբերություններում Կարապետյանի խոսքերով Հայաստանն իրավունք չունի վատ հարաբերություններ ունենալ որևէ հարևանի ու որևէ գերտերության հետ։ 4-րդ կետով Սամվել Կարապետյանը անդրադարձել է ազգային համախմբմանը, նշելով, որ կրկին պետք է դառնալ մեկ մեծ ընտանիք, որտեղ յուրաքանչյուրն իր գործով շենացնում է հայրենի տունը։ Գեղարքունիքի մարզում ավտովթար է տեղի ունեցել, որի հետևանքով 24 տարեկան երիտասարդ մահացել է, հայտնում են ԶԼՄ-ները։ Ժամը 8:30-ի սահմաններում Երևանի բնակիչ 24-ամյա Գագիկսն իր վարած Mazda Magnişi ավտոմեքենայով Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 72 կիլոմետր հատվածում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել մի քանի եղևնիների եւ հայտնվել դաշտում։ Երիտասարդի դին մեքենայից դուրս են բերել փրկարարները, ասված է հաղորդագրությունում։ Ըստ լուրերի Գագիկսն ՊՆ ծառայող է։ Արցախյան քաղաքասարակության մի խումբ ներկայացուցիչներ բաց նամակ են հղել Գարեգին II ամենայն հայոց կաթողիկոսին խնդրելով քննարկել Արցախի թեմի առաջնորդ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանին փոխելու հարցը։ Նամակին միացած ՀԿ-ները, մտավորականներն ու տարբեր ոլորտների ներկայացուցիչները մտահոգիչ ու վիրավորական են համարում այն, որ Վրթանես սրբազանը խախտել է Սուրբ եկեղեցու օրենքները, փաստացի ըմբոստացել ազգընտիր եւ օծյալ ամենայն հայոց հայրապետի դեմ, ով մշտապես իր ուշադրության կենտրոնում է պահել Արցախի եւ արցախահայության խնդիրները։ Մեզ համար անընդունելի է նաև այն, որ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը, որը կոչված է պաշտպանելու իրեն հանձնված սրբություններն ու հավատավոր ժողովրդին, այդ կոչմանը հակ ընդդեմ գործողություններ է կատարում, նշված է նամակում։ Մայրաթոր Սուրբ Էջմիածին իր խորը մտահոգությունն է հայտնում 10 եպիսկոպոսների հերթական հայտարարության պատճառով հարության մեջ առաջացած ընդվզումների առիթով եւ հզվածության կոչ ուղում վտանգաշատ հավաքի նախաձեռնությունը ստանձնած սրբազան հայրերին։ Նշենք, որ կաթողիկոսին դեմ դուրս եկած եպիսկոպոսները 3 հայտարարություն էին տարածել, նշելով, որ ամենայն հայոց կաթողիկոսին հանգստի կոչելու պահանջով այսօր գնալու են Մայրաթոր։ Հայտարարությունից հետո բազմաթիվ օգտատերեր հանդես են եկել կոչով գնալ Էջմիածինի աջակցություն Գարեգին II եւ եկեղեցու։ Մեր ձեւով շարժման համակարգող Նարեկ Կարապետյանն էլ կոչ արել Փաշինյանին Էջմիածնում սադրանքներ չհրահրել։ Մի արա այդ բանը եպիսկոպոսներին այնտեղ ուղարկելով մի ուղարկի քաղաքացիական հագուստով ոստիկանների, մի հրահրիր սադրանքներ, մի պարակտիր մեր ժողովրդին, նվեր մի արա մեր թշնամիներին, ասել է նա։ Բաքվում ընթացող դատավարության ընթացքում դատախազը պահանջել է Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին դատապարտել ՑՄՀ ազատազրկման։ Երբևէ զինվորական պաշտոն չզբաղեցրած Ռուբեն Վարդանյանին Բաքվում մեղադրում է մի շարք հանցանքների, այդ թվում Ադրբեջանի դեմ պատերազմ ծրագրելու, նախապատրաստելու եւ իրագործելու ահաբեկչության ֆինանսավորման, մարդկանց տեղահանելու մեջ։ Վարդանյանը 3 հեռախոսազրույց է ունեցել ավագ որդու Դավիթ Վարդանյանի հետ եւ դատարանում սպասվող ելույթից որոշ մանրամասներ հայտնել։ Իր ելույթում Ռուբեն Վարդանյանն ընդգծելու է, որ տեղի ունեցողը չի ընդունում որպես դատական գործընթաց, մտադիր չէ մասնակցել արդարադատության իմիտացիայի։ Եվս մեկ անգամ հայտարարում եմ, Արցախը եղել է կա ու կլինի անկախ պատմությունը, վերաշարադրելու կամ իրադարձությունների այլ մեկնաբանություն պարտադրելու փորձերից հայտնել է Վարդանյանը։
Դեկտեմբերի 16-ին համացանցում մի տեսանյութ էր շրջանառվում։ Տոյոտայի վարորդը կոպտորեն խախտելով ճանապարհային երթևեկության կանոնները մայրաքաղաքի Գրիբայեդովի եւ Հրաչյա Քոչարի փողոցներում երթևեկում էր հանդիպակաց ստեղծելով վթարային իրավիճակ։ Այս մասին հայտնում է ՆԳՆ ոստիկանությունը։ Մայրաքաղաքի բարեկները նույն օրը վերոհիշյալ Տոյոտային հայտնաբերել եւ տեղափոխել են պահպանվող հատուկ տարածք։ Դեմկինի անվան ցեղասպանության կանխարգելման ինստիտուտը բաց նամակով դիմել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին հորդորելով ամեն ինչ անել, որ Բաքվի բանտերում պահվող հայ գերիներն ազատ արձակվեն։ Այս մասին հայտարարություն է տարածել ինստիտուտը, շեշտելով, որ հայ պատանները փաստացի լքված են արտաքին աշխարհի կողմից այն դեպքում, երբ նրանք գտնվում են մի պետությունում, որը վերջին 5 տարվա ընթացքում 3 ցեղասպան պատերազմ է մղել հայերի դեմ։ Նրանց ազատ արձակումը մեծ հումանիտար եւ աշխարհաքաղաքական հաղթանակ կլինի նախագահ Թրամփի համար եւ Կամրապնդի Հարավային Կովկասում ու Մերձավոր Արևելքում տևական խաղաղությունը հաստատելու նրա ջանքերը ասված է բաց նամակում։ Հայաստանի եղել եւ մնում է ՀԱՊԿ դաշնակից դռները բաց են հանրապետության լիարժեք մասնակցության համար։ Այս մասին 10-ին տված հարցազրույցում ասել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալիտ Ասմագամբեդովը։ Մենք հույս ունենք, որ Հայաստանը տեսանելի հեռանկարում կվերադառնա ՀԱՊԿ-ին լիարժեք մասնակցությանը։ Դրա համար կան բոլոր պայմանները ու նախադրյալները։ Մենք ելնում ենք դրանից, որ Հայաստանի ժողովուրդը շահագրգռված է Եվրասիայում անվտանգության ընդհանուր տարածքի նկատմամբ։ Ավելին նոյեմբերին Հայաստանի ԱԳՆ-ն հայտարարություն արեց, որ ՀԱՊԿ-ի կազմից Հայաստանի դուրս գալու հարց չկա, ասել է նա։ Վթարը տեղի ունեցել Արարատի մարզի ներքին Դվին գյուղում, կանտուժացներ տեղեկությունը հայտնում է ՆԳՆ մամուլի ծառայությունը։ Դեկտեմբերի 18-ին ժամը 20:03-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնահազանգ է ստացվել, որ ներքին Դվին գյուղի դպրոցի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ վարորդն արգելափակված, ասված է ՆԳՆ հաղորդագրությունում, պարզվել է, որ ներքին Դվին գյուղի Արշակունյաց փողոցում բազմակնիշի ավտոմեքենան բախվել է կայանված բազմակնիշի ավտոբուսին։ Ադրբեջանից Վրաստանի տարածքով Հայաստան է ժամանել ավտոմթերքով բեռնված գնացք, այս մասին հայտնում է Հայաստանի կառավարությունը։ Վաշինգտոնում ձեռք բերված պայմանավորվածության համաձայն Հայաստանի եւ Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությունը հերթական արդյունքն է տալիս տնտեսական համագործակցության խթանման։ Նոյեմբերի 28-ին Գաբալայում երկու երկրների փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանի եւ Շահին Մուստաֆաևի հանդիպման ժամանակ ձեռք էր բերվել պայմանավորվածություն, որի համաձայն Հայաստանին է մատակարարվում 22 վագոն բենզին։